թոշակառուները ոնց են հայոյում։ Դա ամոթ հավաքի։ Ասենք երիտասարդները, երիտասարդ տղամարդիկ, ինձ թվում է կամաչեն, եթե թոշակառուների հայոյանքը լսեն։ Ինչ է ասել է, եթե դուք թոշակառու եք, չեք ուզում էլ աշխատեք, ուրեմն դուք դիակ եք։ Հատուկ շեշտել էի։ Ֆիզիկապես առողջ 60 տարեկան, 80 տարեկան, այդ ինչ տարիք է։ 80 տարեկանը, ընկերներ, շատ երիտասարդ տարիք է։ Ծերությունը ուղեղի վիճակ է։ Մարդը չի կարող լինել ծեր, եթե ինքը չուզենա լինի ծեր։ 50 տարեկան մարդ ես տեն, ինքը արդեն մտածում է, ահա հեսա կյանքս դրծեմ։ Արա 50 տարեկանը ինչ է։ 80 տարեկանը ինչ է։ Մարդու նորմալ վիճակը աճող եւ ստեղծագործող անընդհատ նոր հմտություններ ձեռք բերող վիճակն է։ Երբ որ մարդը դադարում է աճել, ինքը նմանվում է դիակի։ Երբ որ ծառը երբ է դադարում աճել, երբ որ չորանում է, ընկերներ։ Դուք ծերանում եք, որովհետև ձեր ուղեղի մեջ դուք դադարել եք ապրել, երբ որ ասել եք ես թոշակառու եմ, ես ուզում եմ գնամ, դուք մահացած եք արդեն։ Կարող է դուք դեռ շնչում եք, կարող է ապրում եք, կարող է, չգիտեմ, ձեր ֆիզիոլոգիական process-ները գնում են, բայց դուք դիակից ոչ մի բանով չեք տարբերվում։ Մարդիկ ժամանակի շաքարախտից մահանում են, հիմա շաքարախտով մարդը կարող ապրի 200 տարի, դու գիտեք, հիմիկվա հիվանդությունները մեծ մասամբ բուժվող հիվանդություններ են։ Սթիվեն Հոքինգը հիվանդ մարդ էր։ Գիտեք ինչ ձևի հիվանդ։ Բացի աչքի բիբից ուրիշ ոչ մի իր մկան չէր կարող ինքը շարժել։ 100%-ով անդամալույց մարդը գիրք էր գրում։ Դուք ուզում եք ասեք, դուք այնց հիվանդ եք, չեք կարողանալու գիրք կարդալ, չեմ ասում գրել։ Էս ում գլուխն եք հարթոքում, մի հատ ինձ բացատրեք։ Դուք ոչ թե պիտի ինձ հայոյեք, մի հատ էլ պիտի գաք շնորհակալություն հայտնեք, որտեղ ձեր ընկերները, ձեր երեխեքը, ձեր թոռները, ձեր ծոռները, ձեր հարևանները, լսեք, իրենք ձեր թշնամիներն են։ Ես եմ ձեր ընկերը։